Այդ հավաքի անցկացման համար լուրջ կազմակերպչական աշխատանք էր տարվել, ինչպես կարգալույծ եղած Ստյոպանն էր ասում, իրենք ակնկալում էին 10,000 հոգու մասնակցություն, ըստ երևույթին այդքան մարդ էր նախատեսվել բերել։ Լրագրողները, տեսախցիկները ոնց պտտվում էին, սովորական մարդ չկար, դպրոցի տնօրեններ էին, ավագանու ՔՊ խմբակցության անդամներ էին, բազմաթիվ ՔՊ-ական դեպուտատներ էին, նախարարներ էին, Նիկոլ Փաշինյանի մոլի աջակիցներից էին, են որ ասում են մեր ու մանուկ կոտորվեն, բայց Նիկոլը մնա այդ կարգի։ Ընդ որում, երևում է, որ այս թվարկածս տեսակները առաջին անգամ էին պատարագի մասնակցում ու չգիտեին, ինչ կարելի է անել պատարագի ժամանակ, կարելի էր մարդկանց վրա հարձակվել, թե դա ուրիշ արարողությունների ժամանակ է արվում։ Տավուշի, Արագածոտնի և այլ մարզպետներ էին, համայնքապետեր, Նիկոլի խորհրդականներ, Հեցի մասնաճյուղերի ՔՊ-ական տնօրեններ ու անգամ Արծրուն Հովհաննիսյան։ Պատկերացնում եք, ձեռքները ինչքան քարի տակ լինի, որ Արծրուն Հովհաննիսյան բերեն, ըստ երևույթին գլխաքանակ ապահովելու համար, արի որ վերևից նկարեն մարդերևա։ Հա մի հատ էլ աստղաբան էր մասնակցում, որը չնայած գուշակ է ներկայանում, բայց նրա գուշակությունները բոլորը Նիկոլի օգտին են։ Ու այդքանով հանդերձ մասնակցում էր 6-800 հոգի ընդամենը, որոնց ուղիղ կեսը համազգեստով ու առանց համազգեստի ոստիկաններն էին, ՊՊԾ ու ԱԱԾ աշխատակիցներ։ Մի մասին հագցրել էին քաղաքացիական շորեր ու որպես ժողովուրդ բերել, իսկ մի մասը համազգեստով էր։